Գիտեք ինչ, այսօր վերջին արակն է, որ պիտի սերդենք, 37 արակներ սերդեցինք, ոմանք մեկ շաբաթ ավելի, եւ հետաքրքրական էր ինչպես ամեն մեկ արակ դարբեր թասմ ուներ մեզի համար եւ շատ գեղեցիկ թասեր սորվեցանք այս արակներեն։ Եվ այսօր վերջին արակը Ղուկաս 18-ը 9-13 համարներում մեջ կգտնվի եւ այս արակը Փարիսեցիին եւ Մաքսավորին աղոթներուն մասին է։ Եվ անշուշտ այս արագին նույթը փուն ինքը հբարդության մասին է։ Հբարդություն։ Հիմա շատ անգամ երբ մենք մեր մասին գխորենք, գսենք ես այնքան հբարդ մարդ չեմ։ Երբ որ ադի գսես արդեն ասել է թե հբարդ ես։ Խոնար մարդը չի մտածեր իր հբարդ լալուն չլալուն մասին։ Ադի գայրեն նույնիսկ չէ, բարձրապես խոնար գլա։ Եվ անշուշտ ոչ թե միան անաբաշխարներ են, որ հբարդ կրնան լալ, այլ նաև հավատացյալներ կրնան հբարդ լալ։ Քարոզիչը, որ շատ լավ պատկամ մտավ իր եկեղեցին, շաբթվա ընթացքին քարտ մստացավ, որում մեջը գինը գկովեր իրեն գսեր պատկամը ճիշտ բիլիգրամին քարոզին բեսեր շատ գեղեցիկ պատկամը դվիր։ Եվ այս քարոզիչը քաչալերվեցավ, քիչ մնալ թերևս հբարդացավ, սավ մեջը գրած էր գինը այս տարուս ամենալավ հովիվներեն մեկն ես։ Եվ քնած իր գնգանքով եւ այս քարտը ծծուց ասելով նայր մեր ժողովուրդը մեկը ինչ գրած է։ Եվ գարտած իր գինը հարցուց իրեն ով է այս գինը եւ քարոզիչը սավ այս գինը խելացի գինն է եւ քարոզը լավ կհասկնա եւ իր խոսքերը բարձ խոսքեր չեն պետք է լավ առնեմ որ այսինքն մեջը իրական բան կա որ լավ քարոզ էր ասիկա եւ հետո ամուսինը գտարնա իր գնգան գսե ինչ կխորիս գսե աշխարհի վրա որ քանի լավ քարոզիչներ կան այսօրերս քանի բիլիգրամը մացավ գինը պատասխանեցավ գարձած է մեկ հատ պագաս սա հասկացաք գարձած է մեկ հատ պագաս ինքը իրեն ալ գարձեր որ լավ քարոզիչ է սա դու մեջ են հանեք դունքեզի մնացածը լավ քարոզիչներ են կտեսնենք որ ասիկա շատ կբադահի նույնիսկ ինձ երբեմն երբ որ մեկը գուքակս այսօր օրտնվեցանք մեջես սադանան պանգնեոր նայր այսօր լավ կորս դեսար բայց ես չրի աստված ռավ եւ ասիկա հբարդության գդանի մեզի նույնիսկ երբ որ աստուծո կորձի մեջ ենք եւ աստուծո համար լավ բան մգնենք միշտ պետք է հիշենք որ ինչ որ գա ինչ որ ենք ինչ որ գնենք առանց աստուծո չենք կնարնել եւ փառքը աստուծո պետք է երթա եւ այսօր Բիդի խոսիմ հբարդության մասին, որովհետև շատ կարևոր բան է։ Եթե փարարանը նայենք, հբարդություն փարը նայելու, տեսնել թե ինչ կնշանակե, քովը հոմանիշներ կան գսե, ամփարդավան, քորոզ, ինքնահավան եւ ինքիր վրա շատ բարձր մտածող անձը։ Եվ քարոզիչ մկրած է, որ հբարդությունը գրաբաշտական բաշտամունքն է անցին, այսինքն մեկը, որ իր անցը գբաշտե, և գշարնագե սելով այս մեկը թժողքի գրոնքն է, ինչու արդյոք, որովհետև մարդ արարածը ինչ են ինգավ, հբարդութեն են, սադանան եկավ և այնսավ, աստվածներու վես վիդիլակ, գեր ասպդուղեն, աստվածներու վես վիդիլակ, Եվ at մեջի փապակը արտնցավ աստվածներու վեսը լալու։ Եվ անոր թիմած վերստին ծնունդ ունենալու համար մեկ ինչ պետք է ենե։ Պետք է խոնարի։ Առանց խոնարելու չի գնարաբաշխարել։ Առանց ընդունելու աստուծո արչև որ ինքը մեղավոր է եւ պետք ունի Հիսուս Քրիստոսի արյունը փրկվելու իր մեղքերեն իրեն մաքրելու այդ անձը անգարելի է որ փրկվի։ Նախ պետք է խոնարի Եվ անոնք, որ
գսեն ես արդար եմ, ես բարի եմ, փամը չեմ ըրած, մրջունին վրա չեմ գողեր, ես անոր ագան չեն գուզեմ բռնել, ցցնել դարներուն տածքին քանի մրջուններուն վրա գողած է առանց իր գիտնալուն։ Եվ անց ինքսինքը գփարավորեսելով ես լավ եմ։ Մինչև այնադեն չանթաթարնա, որ ինքը մեղավոր է, չի գրնար այդ հբարդությունը, որ իր մեջն է, չի ցկեր իրեն, որ խոնարի, չի գրնար ապաշխարել եւ փրկություն ստանալ։ Սիրելիներ, մեղ մեջիգա որ մեջը հբարդություն խառնված չէ։ Քիչ վերջ ավելի օրինակներ պիտի դամ, բայց մեկ հատ մսեմ կոնե։ Երբ որ մեկը սուտ կխոսի, սուտ խոսելը ինքնին մեղք է արդեն։ Երբ որ ճշմարտությունը այս անձը գվախնա, որ քեշ պիտի երևի ուրիշներուն առջև։ Օրինակի համար, գսե ես շատ լավ է վիճակս։ Եթե ես քեշ է, դիմացինը իրեն վար աչքով նայի թերևս։ Պիտի հարցնե ինչու քեշ ես։ Չուզեր որ քեշ երևի։ Ուրեմն սուտ կխոսի, որբեսի ինքը լավ ծծունե մարդունց։ Ասի բարձ օրինակ մնե։ Եվ ցեզի սեմ որ հբարդությունը սուդին պես մեղք մնե, որ մեկ սուտ որ խոսիս, պետք է միշտ սուտը խոսիս, որ առաջին սուտը կոծես։ Եվ եթե հբարդես, միշտ հբարդ պետք է լաս, որ այդ առաջվա հբարդությունդ դեղը բայես։ Գեդևի գինձի, ասի շատ լուրջ հարց է, թյուրին է տերևս չհասկնալ, բայց գուզեմ, որ շատ հստակ լա, ոչ մեկ բան մեզի գթատրեցն է, որ մենք այս հբարդութենեն դուրս ելենք, որովհետև գուզենք կարևոր երևիլ, գուզենք լավակույնը լալ մեր շրջանագի մեջը, լավ երևիլ, և ասիգա հբարդությունը գնե բոլոր անոնց, որ անոր դեղություն դեղի գուդան։ Արդյոք Աստված ինչ կսե հբարդության մասին։ Եվ Աստված հատուկ խոսքեր ունի հբարդության մասին, Արագացի մեջ կգարտանք, Արագաց 6:16 կսե, դերը 6 բան է գզզվի ու անոր հոգին արջև 7 բան բիղձեն։ Եվ գսկսի ցանգին վրա ասել, թե ինչ բաները, այդ 7 բաները, որ Աստուծո արջև բիղձեն, գզզվի անոց մեկ, գսե եւ հոգին արջև 7 բան բիղձեն։ Ինչ են արդյոք այս բիղձ բաները։ Գիտեք առաջին բանը ինչ է։ Անպարտավան աչքեր։ Անգլերենով proud look կսե։ Հբարդ աչքեր։ Ինք իրեն հբարդ է, ինք իրեն շատ լավ կտեսնե։ Եվ ասիգա Աստուծո զզվելի է գսե։ Եվ բիղձ է։ Եվ Աստուծո top 10 ցանգին վեր առաջին դեղը կգրավե։ Այս կան Աստված գզզվի ասպանեն։ Ուրիշ համարի մեջ Արագած 8:13-ի մեջ կսե դերոջ վախը չարությունը ադել կնշանակե հբարդությունը անպարտավանությունը չարընթացքը ունենքավոր փերանը գադեմ գսե Աստված գադե հբարդությունը շատ հստակ է աստեղը որովհետև չար է հոս համարը գսե հբարդությունը չար է լավ բան չի կար հբարդութենեն Աստված գադե հբարդությունը մարդու մեջ, ոչ թե հբարդ մարդուն գադե, գուզե որ հբարդ մարդը խոնարի, բայց հբարդությունը մարդու մեջ գադե, որովհետև հբարդությունը վնասակար է անձին համար։ Ինչու համար Աստված այսքան խիստ գխոսի հբարդության մասին, որովհետև հբարդությունը ինքնին ինքնապավություն կբերե մարդուն, ինքնապավը լալ, ինքն իր մեկ քոհ է, իր վիճակեն եւ ճուզեր Աստուծո վրա հենիլ, Աստուծմե գախյալ լալ։ Կսե ես կրնամ, ես գիտեմ, մեգումը պետք չունիմ եւ ասիգա հբարդ մարդուն խորելագերն է։ Ասկե անտին ուրիշ բամնագավոր շատ վտանգավոր է, իմ ասածս։
Իմ ասածը շիդագ է։ My way or hit the highway, անգլերենով գսեն։ Իմ ցևս կամ թե գնա ուրիշ տեղ։ Ինձ այդ քեզ այդ կորդ չեմ ունենալ։ Չեմ ուզեր ունենալ։ Եվ աս մեր մշակույթը, որում մեջ գաբրինք, այս հոգիով գգարավարվի եւ ցավալին այն է, որ այս ինքնակետրոն մշակույթի մեջ, որ մենք գաբրինք, մեզի գվարժեցնե այսպես մտածել եւ այսպես վարվել եւ այսպես ապրել։ Շատ մեղքեր արմադը երբ որ նայենք պիտի տեսնենք որ հբարդություն կա անոր մեջ։ Օրինակ համար վիճիլ, սդել, խարթախություն ունել, այս բոլորը հբարդության հետ կախված են։ Եվ հիմա կտեսնեք որ ինչու Աստված գադե հբարդությունը որտեղ մարդ Արարածին մեծ վնաս կբերե։ Եվ վնասը ուր գասնի արդյոք։ Որքան ծանր վնաս մնե այս հբարդությունը։ Գարթանք Արագած 16-18 գսե։ Գոդորածին արջևեն հբարդություն ու գործանման արջևեն ամփարդավանության հոգին գերտա։ Ինչ կբադայոս։ Բզդիկ սուտ մխոսեցավ, հբարդութենեն։ Սուդը իրեն դժվարության պիտի մատնե։ Խարտախություն գնե, գսե մեո միտքիտնա։ Կարևոր ես լավ լամ, լավ վիճակի հասնիմ։ Նորեն խարտախությունը լավ չի գնար վերջանալ։ Ինչ որ սխալ է, լավ դեղ չի գնար հասցնել։ Սխալ ջամփայով շիդակ դեղ մեկը թեր չի հասած։ Եվ մեկնա պիտի չհասնի։ Եվ այստեղ գսե նախ գուկա հբարդությունը, հետո սենք ակսիդանը սենք, ինչ որ պիտի լա, իրեն գբադայի, անգևերջը անգումը գսկսի, գործանումը իր աս անցին վրա գահասնի, գոդորածի գահանտիբի։ Եվ որքան իր եսը մեծը լա, այնքան ավելի քեշ այս անցը գրնա ինալ։ Օրինակներ ունենք մենք մարզիկներ, որ կգարձեն, որ իրենք Աստված են, իրենք լավակույնն են, ամենալավ անձն են աշխարհի վրա, ինչ կբադայի, մեկ հատ խաղի մեջ մեկը ոտքին գզարնե, ատկե վերջը խաղ չի գրնար խաղալ, և գվերջանա իր մարզիկությունը։ Ֆուտբոլի մեջ շատ անցիկ գիտենք, ես գիշեմ մի քանի անցիկ, որ երբ որ բզդիգ էին, գսեն ասիգա Պելեին պես բիդլա։ Եվ շատ կանուխեն վնասվեցավ իրենց ոտքերը, ոչ մեկ դեղ գրցան երտալ։ Այդքան համբավով անցիկ էին, բայց մեկ օրվա մեջ իրենց համբավը վերջացավ։ Ուրեմն սիրելիներ, հբարդությունը գործանարար է։ Եվ այսօր գուզեմ այս արագեն ծծնել, թե ինչպես ամեն կսալ թյուրությամբ կրնանք այս հբարդության մեջ ինալ։ Եվ պատճառը, որ Հիսուս այս արագը սավ, 9-րդ համարի մեջ կգարտանք կսե, սա արագն ալսավ ոմանց, որոնք իրենց վրա գվստահեին, թե արդար են և գանարկեին ուրիշները։ Եվ ասիկա փարիսեցիներն էին, ընդհանրապես։ Փարիսեցիները այն ժամանակվա հոգևորներն էին, ասենք։ Փարեբաշտ մարդիկ։ Աստվածաբաշտ չեմ ասել, փարեբաշտ, որովհետև փարի կփորձեին փարությունն եւ այսօր մեր ասկնալ փարեբաշտ ժողովուրդ է։ Շատ անգամ գերտամ եկեցներ մեջ կլսեմ, ով փարեբաշտ ժողովուրդ, կսեմ, okay, շատ շիդա գսիր, փարին կբաշտեն, Աստված չէ որ կբաշտեն։ Եթե մեկը փարեբաշտ կփորձելալ, միշտ իր մեջ հբարդություն լավ որտեղ պիտի ուզե ինքսինքը ցուցնել, որ ինքը փարեբաշտ է։ Երբ որ Աստվածաբաշտ ես, այն ադեն է որ կրնաս միան խոնարհ լալ։ Եվ այսօր թիմած այս արագի մեջը կտեսնենք մաքսավորը, որ մարդոց մեկը կողնար եւ շատ լավ անուն չուներ։ Եվ այս երկուքը գերտան աղոթքի։ Երբ աղոթքի կմտնեն, Փարիսեցին կսկսի, ով դեր Աստված, շնորհակալ եմ, որ ես քեզի այս մարդուն պես չեմ, մաքսավորին պես,
շաբաթը քանի անգամ ես գաղութեմ իմ դասանորդս գուդամ, ասի գնեմ, անի գնեմ, ինքսինքը կովեց եւ իր աղոթքը այդեր։ Ճիշտ կմանի մեր հայ ժողովրդին, որ գսենք մենք հայ ժողովուրդս առաջին քրիստոնյա ասկնենք։ Հետո հիմա օրենք կդեսնեք ճիշտ ասեր փարիսեցիները, բարեբաշտ։ Եվ անոր դիմաց գգարտանք որ մաքսավորը գսե հոնգայնաձեր քլուխը նույնիսկ վերջեր գնար բարձացնել ամճնալեն եւ աղոթեցելով ով դեր ողորմիր մեղավորիս որովհետեւ գաս գնար որ ինքը մեղավոր է եւ այս է դարբերությունը մաքսավորին եւ փարիսեցին մեկը հբարդությունով լեցուն մյուսը խոնարհությունով աստուծո ողորմությունը գխնդրե հուսախապած էր ինք իր ցանկեն դեսած էր որ ինքը անգարող մեկն է ինքը սխալական է ինքը մեղքի մեջ է եւ երթա աստուծո արչեւ փարչունի սելիկ որովհետեւ հանցավոր է կդեսնե իր հանցավորը լալը կդեսնե իր սխալը եւ գաղոթե կսե ով դեր ողորմե ինձի այս փարիսեցին ցանկը աղոթքը մեզի գծցնե հոգեբոր հբարդություն որ շատ ավելի վտանգավոր է քան թե անաբաշխարներուն հբարդությունը որովհետև հոգեբոր հբարդությունը նույնիսկ ամոր գհբարդանա հոգեբորաբես չի գիտեր որ ինքը հբարդ է չանցատարնար որ հբարդ է հբարդություն ունի եւ ամեն կսալ որ աստուծո զավակներն են ցեզի գրնամ վստահեցնել որ այս հոգեբոր հբարդությունը մեր մեջ ունենք սատանա միշտ կփորձե մեզի հբարդացնել որովհետև գիտեք ինչ կբադայի երբ որ մեկը հոգեբոր է եւ կհբարդանա աստուծո անունին արադ է ադիգա եւ սատանան այդ քախնիկը գիտե ադորամար գաշխադի հոգեբորներուն վրա որ հբարդացնեն իրենց որբեսի քայթաղեցնե շուրջիններն որ աստուծո չմոդենան հարցումը քանի անգամ ես բարը գործածես խոսակցությանդ մեջ Փարիսեցին 4 անգամ ես ասանգեմ ես անանգեմ աղոթքի մեջ այդպես գործածես Մտի գրած եք դուք ցեզի որ երբ որ խոսիկ մարդոց հետ քանի անգամ ես բարը գործածեք եւ եթե հաշվեք պիտի թելադրեմ որ այս շաբաթ 2 օր փորձեք հաշվել քանի անգամ ես բարը պիտի գործածեք ձեր խոսակցության մեջ եւ պիտի անդրադառնանք որ ամեն անգամ որ ես բարը գործածեմ հետը հբարդությունը գուքա Եթե գարենանք մեր փարարանեն ես բարը վերցնել, շատ ավելի խոնար պիտի լանք Տերոջ առջև եւ դերը պիտի փարավորվի։ Ցեզիքս եմ փորձեցեք, տեսեք եւ պիտի ասեք ներսեսը շիդագեր։ Մաքսավորը միան գոդրված սիրտ բերավ։ Աստուծո առջև գոդրված սիրտով եկավ։ Եվ այսօր ես գահավատամ որ հավատացյալներուն ամենամեծ դժվարությունները մեկը հբարդությունն է եւ այդ հբարդության երեսեն եկեղեցիներ նույնիսկ կդգարանան կգործվին որովհետեւ հավատացյալները այնքան իրենց վրա վստահություն ունին որ իրենք լավ են բետ չունին պաշտամունքի բետ չունին սպիրկի սերդողության բետ չունին աղոթքի ժողովի մասնակցելու շատ լավ են ասալ հբարդություն մնե Երբ մեկը հբարդ է գսե, ես աստուծո բետ չունիմ, I don't need God, ես ինձի գրնամ հոգտանիլ, և աստված ամեն չանք կտապե, որ հբարդ մարդուն գոդրե, ոչ թե որ գուզե վրեժ արնել հբարդ մարդեն, այլ գուզե հբարդ մարդուն գոդրել, որբեսի այդ անձը խոնարի և պժշկվի իր հբարդութենեն, 14-րդ համարի մեջ այս արագին Ղուկաս 18-ը գգարտանք կսե ով որ կբարձրացնե ինքզինքը պիտի խոնարի իսկ ով որ կխոնարեցնե ինքզինք պիտի բարձրանա
Արդյոք մեր խոսակցությունը ինչ կցուցնե մեր շրջիններուն։ Գուզենք մեր շրջիններուն լավ երևիլ։ Բայց որում պետք է լավ երևինք մենք։ Եթե ոչ Աստուծո, ավելի լավ է Աստուծո նազանթիլ, քան թե մարդոց, ավելի լավ է Աստուծո հաջեցնել, քան թե մարդոց, որովհետև մարդոց եթե կփորձես հաջեցնել, քեզի լուր ունիմ, երբեք պիտի չհաջին, այսօր այսպես կմտածեն, վաղը ուրիշ ծև կմտածեն, այսօր եթե հաջեցուցիր, վաղը պիտի ասե, որ չէ, դու ինձ հաջելի չես։ Միակ բանը, որ կարևոր է, Աստուծո հաջեցնել է եւ Աստուծո հաջեցնելու համար ինչ պետք է անենք խոնարհենք, որովհետեւ Աստված է որ մեզի պիտի բարձրացնե։ Երբ Աստված բարձրացնե, մեկը չգրնար խոնարհեցնել։ Եվ մենք մեր փափակը պիտի լա Աստուծո արչեւ խոնարհիլ, որբեսի գսե Աստված անոր բարձրացնե։ Աստված կսիրե խոնարհ հոգին։ Վերջին բաժինը ասպատկամին, որքան ժամանակ ունենք, շատ լավ, բավարար ժամանակ ունենք։ Ինչպես կրնանք գիտնալ, որ հբարդենք կամ ոչ։ Նարեկ ինձ օգնի աջիս։ 10 գեդեր պիտի ցեզի ցուցնեմ եւ ասոնք պիտի մեզի ցուցնեն թե արդյոք հբարդություն կա մեր յանքի մեջ։ Եվ ամեն մեկ գետ, որ բացադրեմ, նայեցեք, պիտի տեսնեք, որ ամենք սա ունենք այս հբարդությունները։ Առաջին, դգար աղոտքի կյանք։ Ինչ են մեկը դգար գրնալալ աղոտքի մեջ։ Որովհետև Աստուծո պետքը չսկար։ Ինք իրեն կվստահի։ Ինչու համար անոնք որ պետք ունին, անոնք որ նեղության մեջ են, Աստուծո կդառնան։ Մտածած եք, որտեղ կտեսնեն իրենց անկարողությունը, մեկը որ հիվանդ է, ալ ջարչունի, այն ադեն է որ Աստուծո կփնտրե, որովհետև դեսա որ բժիշկները բամը չգրցաննել, թեղերը չոքնեցին, հիմա Աստուծո երթանք։ Եվ ասիգա հպարտություն է։ Երբ որ աղոտքի կյանքերից դգար է, ասել է թե մենք մեզի մեր ուժերուն ավելի կվստահենք, քան թե Աստուծո։ Երկրորդ, հոգնածություն։ Երբ որ հոգնած ես, գվազես հոս, գվազես հոն, 1001 բան գնես, եւ դուն գուքաս դեղը չարժելի կչիգա։ Ասիալ նշան է հբարդության, որովհետև գնես բաներ, որ Աստուծո ուզածեն դուրս է։ Անպետք բաներ գնես, թուն քեզի գչարչարես, հոս գվազես, հոն գվազես, որովհետև նախաբադություններ գործընծուցած ես, Աստուծո հաջելի ընելի բաները, որ պետք է անենք, անոնց մեջ դուրս բաներ գնենք, եւ ադոր համար հոգնած ենք։ Իրականության մեջ Աստված կսե ցեզի ծեր կարողութենեն ավելի բան պիտի չդամ։ Եթե գհոգնենք, անանկիստ կլանք, ասել թե մեր կարողութենեն դուրս ելած ենք։ Եվ ադիգա հբարդության նշան է, որովհետև մենք կսենք, որ մեր քիծածովը, մեր ուժերովը մենք մեզի հոգ տանենք։ Երկու ադեսիտեր։ Մեկը դեսավինք սինքաս երկու գեդերում մեջ։ Ես ինձի։ Շարնագենք, պիտի դեսնենք թե ինչեր գա հբարդության։ Փարգություն, եննարեք, տիվերեք։ Փարգություն։ Երբ որ կփարգանա մեկը Աստուծո, որովհետև իր ուզածը չլար, բամը գուզե Աստուծմե եւ Աստված չի դար։ Ինչու կփարգանա։ Որովհետև չի վստահիր Աստուծո քերիշխանության, they don't trust God's sovereignty, sovereign plan for each one of us. Ամեն մեկուս համար Աստված ծրագիր ունի, իր ժամանակին հարմար ձևով Աստված լավագույնը բիդնե, բայց մենք փարգացած ենք, որովհետև մեր ուզածը չլար։ Ինչ է նորեն, անցս, իմ ուզածս, իմ քիծածս, ես լավ գիտեմ, Աստուծմե լավ գիտեմ, Աստված չի գիտեր ինչ կնե։ Կտեսնեք, չորրորդ, քննադատական հոգի։ Քննադատական հոգի։ Երբ որ թիմացինին
գուզենք վար զարնել։ Ինչու թմացին իմ վար գզարնես, որտեվ տուն ավելի լավ գուզես երևիլ։ Անցը քեշ է, տուն լավ ես։ Հիմա մեկը չէ, ես լավ քննադատություն գնեմ։ Ըսկուշ եղիր, լավ քննադատության մեջ շատ թույլությամբ կնաս հբարդության երթալ։ Խորելով, որ տուն շատ լավ գիտես, ամեն բան։ Քիչ մգուզեմ արագցնել։ 5-րդ։ Բահբանողական վերապերմունք քննադատության դիմաց։ Երբ որ մեկը քեզի գսե սխալ ես, ինչ կնես։ Օտերը գելեն։ Թունով ես, որ ինձ գսես, որ սխալ եմ։ Գտեսնեք, նորեն հբարդություն։ Երբ որ քննադատություն չես կնար ընդունել, ադիգա նշան է, որ հբարդություն մեջդ կա։ Եվ ինչպես պետք է վարվենք, երբ որ մեկը մեզ քննադատե, նույնիսկ եթե գիտենք, որ 99-100 մենք շիդակ ենք, մտի գրե անցին դեսնելու, թե ինչու համար այդ բանը քեզի գսե։ Կարելի է, որ բան մգա, որ դու փախչուցած ես։ Ինչ բան պատճառեց, որ այն անձը քեզի քննադատե։ Եվ անգե գրնաս թասորվիլ եւ շտկել եւ ալ ավելի լավ ընթացքի մեջ մտնել։ 5-րդ, 6-րդ։ Հաջողություններ վերակրել մեր անձերուն։ Երբ որ լավ բան մգնես, ասես նայր ես ռիասիգա, հա։ Ուրիշներուն աչսես նեմեջետ կսես ինչ լավ մարդ եմ։ Ինչ լավ հաջողություն ցերկ բերի։ Լավ վգայական արի, լավ կորց ունեցա։ Եվ գտեսնեք, ասենք մի քանի օրինակներ են, եւ ադիգայալ նշանն է, որ հբարդություն կա։ 7-րդ։ Անհամբեր լսելու, սպասելու, ծառայելու։ Դեզի գարզիկ օրինակներ բերեմ։ Երբ որ մեկը գխոսի, ինչ կնես մտքիդ մեջ, խոսած ադենը։ Ուրիշ տուն գսկսիս մտածել, որ ինչ պիտի պատասխանեմ ասոր, թեր չխոսեցավ, ես գիտեմ ինչ պիտի խոսի, եւ արդեն որոշեցի մտքիս մեջ, որ աս պատասխանը պիտի դամ ասանցին։ Եվ այդ անձին երբեք օգտակար չենք կնալալ, որովհետև մենք արդեն թադեցինք, թե այդ անձը ինչ պիտի խոսի եւ ուր պիտի երթա, եւ ամենակարևոր գեդերը, որ պետք է լսեինք, չի լսեցինք։ Երբ որ անհամբեր ես խոսելու, չես սկեր, որ թիմացինը խոսելու վերջանա, ադալ հբարդության նշան է։ Սպասելու դժվարություն ունիս, որովհետև գուզես քու խոսելիքը դուրս անել։ Մեկը գնանակ բանոս։ Չէ, չի գա հոսանակ մարդ, չէ, ես անանգ եմ։ Միշտ պետք է ես ինձի զսպեմ, սելով մդի գրենախ, ինչ կսեք որ, հետո իրական պատասխան դուր։ Ես չեմ գներ, սեզմե ոմանք կջանչնան, Սամվել եղբայր Փամբագյանը, երբ որ Փամը հարցներ, խոսեր, մդիկ կներ, պերանը չեր պանար, խոսել էտ վերջնա, գես վարգյան, մեկ վարգյան գսպասեր, որ պատասխան կա։ Եվ պատասխան, որ դար, շիդակ պատասխան գուդար, լավակույն պատասխանը գուդար, որովհետև քեզի մդի գրավ, դեսավ քու դժվարությունը, գեսավ դու հասկացավ քու հարցը եւ շիդակ պատասխանը տվավ։ Ուրեմն անհամբեր լսելու, գուզես շուտ մխոսիլ, սպասելու, ծառայելու, անցնենք։ 8-րդ։ Դժվարություն անանուն մնալու, անանուն anonymous։ Եկեղեցին ծաղիկ մփերիր, փեմը զարդարեցիր։ Երբ որ գահարցնե մեկը, օ, ինչ լավ ծաղիկ փերեր է, ով փերեր ասի։ Ես։ Չես կնալ լուր բայել, որ մեկը չգիտնա, որ թուներիր։ Ինչ կսես ու պիրկը, կու ցախ ցերկդ աչ ցերկի դրածը թող չգիտնա։ Եվ անշուշտ, ինչ վարչադրություն որ հոս կառնենք, մեր երկինքի վարչարդութենեն գբաքսեցնե։ Ավելի լավ իդի չլար, որ անոր վարչարդություն երկինք առնեինք։ Եբ որ չես կրնար, թուն կեզի չի ծուցնել, որ թուն լավ պամը ըրած ես։ Այո, վերջանանք որ։ 9. Ուրիշին առաջնորդությանը դակ մտնել։ Վայ, աս անց ինչ կիդե որ, ես իրեն էտ պիդ աշխատիմ, իրեն մդիկ պիդ ինեմ, կորձին մեջ,
As անցը դուրսեն նոր եկավ, ես 15 տարի է ոսկ աշխատիմ։ Ինքը ինձ պիտի սորվեցնե, ես իրեն ինքը իմ բոսս պիտի լա։ Եվ աշտիկ անշուշտ ոչ թե կորձի մեջ, եկեցի մեջ ալ կգադարվի եւ ասալ հբարդության նշանն է եւ վերջինը ճուզել բարեկամանալ մեր տասագարկեն դուրս եղողին հետ։ Այսինքն մենք մեզի գգարձենք որ քիչ մփամ մնենք եւ աղկադին հետ չենք ուզեր հարաբերիլ, ասենք եթե դեսնեն մեկը որ մենք ասոր այդ բարեկամություն գնենք, ինչ պիտի ասեն։ Եվ ասալ նշանն է հբարդության։ Եվ ավասիկ ծեր արչև դրի միան 10 բաներ եւ գրնամ ասել որ ամեն կսալ աս 10-ն կոնե 9 հատը գնենք։ Եվ ադիգա գնշանագե թե աստուծո արչև մեղավոր ենք։ Փարիսեցի են շատ պակաս չենք։ Ռոմայցիս 12:16 կվերջացնեմ այսպես կսե։ Իրարու հանդեպ միևնույն մտածում ունեցեք, բարձր բաներու վրա մի մտածեք, հաբա խոնարեցեք թեպի նվաստները, դուք ցեզ իմաստուն մի սեվեք։ Այս է գաղտնիքը։ Դուք մի հբարդանաք ձեր քիծածովը։ Այսօր եթե բիդի այս պատկամը ոյ մեկ օգուտ ունենա մեգերնուս, նախ պետք է անդրադառնանք, որ մեր մեջը հբարդություն կա։ Իսկ եթե հբարդություն կա, ինչ պիտի լաչորդ քայլը, խոստովանել, ապաշխարել։ Եվ երրորդ պայքարել, որբեսի այս հբարդությունը մեր մեջ են ամբողջությամբ վերցվի, որովհետև հբարդությունը դժվար բան է ազատելուն։ Ամեն օր այդ պայքարը պիտի դանենք դերոջը օգնությամբ։ Այո, մենք մեզի չենք գնար, բայց դերոջը օգնությամբ պիտի գարնանք հաղթություն դանել այդ հբարդության վրա եւ դերը պիտի փառավորվի, մեզ պիտի բարձրացնե, որովհետև Աստուծո արչեւ որ խոնարհին Աստված մեզի կբարձրացնի։ Դերը օրհնե բոլորիդ։